Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում, որտեղ եւ ինչ վիճակում են անցած շաբաթ Ստեփանակերտից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիները։ Что касается проекта дороги, как вот его называют, Трампа. Ռուսաստանը հայտարարում է թրիփի նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին, բայց մինչ այդ պետք է ծանոթանան հայ-ամերիկյան այդ նախաձեռնության բոլոր մանրամասներին։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք կանցկացվեն ամեն շաբաթյա ռեժիմով։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Ոչ։ Որտեվ չենք ասում։ Դուք այն երջանիկներից եք, որ այսօր կարող եք մասնակցել միջոցառմանը։ Եվ ես ուրախությունից պարի եկա։ Ինչ միջոցներով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել համերգը, որի ընթացքում նվագելու է իր երաժշտական խումբը Վարչաբենդը, եւ ովքեր են եկել այդ համերգին։ Կապի օպերատորները չեղարկել են պայմանագրերը վճարային ծառայությունների հետ, արդյոք պատճառը բարձր միջնորդավճարներն են։ Ապահովագրական համակարգի ներդրումից 1 ամիս անց, ինչ է կատարվում պոլիկլինիկաներում եւ ինչ ծառայություններ ու դեղամիջոցներ է ծածկում ապահովագրությունը։ Շատ կարևոր է, որ մարդկանց ակնկալիքները ճիշտ լինեն։ Մեկ շաբաթ առաջ Հայաստան տեղափոխվեցին Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 11 հայերը։ Եվ շատերին հետաքրքրում էր, թե քանիսն են դեռ մնացել 2023-ին լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղում։ Պարզվում է առնվազն 2-ը, մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն, մյուսը ըստ ականատեսների վերջին պահին մեքենայից փախել է Հակարիի կամրջի մոտ։ Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներից ոչ ոք ի սկզբանե չի իմացել, որ իրենց տեղափոխելու են Հայաստան, բոլորը կարծել են, որ իրենց տանում են սպանելու։ Ազատությանն այս մասին իրենց հարազատներն են պատմել։ 2 հայ մնացել են ադրբեջանական դարձած Ստեփանակերտում, մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն։ Այդ կինը վերջի պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն ման գալ, մի քանի րոպե ման եկան, հետո այդպես սուս մնացին, մնացածին ավտոնստացին տարան։ Այդ կնոջը ոչ մեկ չի տեսել, էլի։ Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին, 73-ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում։ Вас зовут Лариса, да? Լարիսան Բաքվից եկած ծրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ իր տուն Հադրութի տող գյուղ գնա։ Այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել։ Карабах это азербайджанские земли. Я знаю. Արցախի օմբուդսմեն Գեգամ Ստեփանյանն ասում է, կնոջը լավ են ճանաչում, երբ տեղահանվել էր, միշտ այցելել են նրան։ Իր մոտ մշտապես այդ ցանկությունը ձգտումը կար վերադառնալ իր տուն, ամեն գնով վերադառնալ իր տուն, անգամ հիշում եմ, որ ինքը չէր խոսում Ստեփանակերտում կամ այլ վայրում բնակարան ստանալու մասին, այլ անընդհատ ինքը ֆիքսված էր իր տուն վերադառնալու գաղափարի վրա։ Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը, նա սակայն ի տարբերություն Լարիսայի մեքենա է նստել հասել Հակարիի կամուրջ, բայց Երևան չի հասել։ Այս մասին ականատեսը պատմել էր հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանին։ Ասել է, չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են եւ այլն։ Միշա Գրիգորյան։ Հա, որը այդ ինչ որ բաներ խոսում, վախենում էր, որ ստեղ իրան սպանելու են, ոտերի տակ անգել թուրքերը ասել են, եթե մնաս, մենք ենք քեզ սպանելու, ասեց լավա դուք ինձ սպանեք։ Ոչ ոք ասում է լացուկոցը դրել է, դրան նորից գցել են ավտոն տալ է։ Մեկ շաբաթ առաջ Հայաստան տեղափոխվեցին Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 11 հայեր։ Ադրբեջանցիներն անսպասելի են նրանց մեքենա նստեցրել։ Հայերը սկզբում մտածել են իրենց տանում են սպանելու։ Այս մասին Ազատությանը պատմել էին նրանց հարազատ ծանոթները։ Տեղափոխվածների մեծ մասը 7 հոգի այժմ Աղվերանի հյուրանոցներից մեկում են, կան նաև հոգեբուժարան տեղափոխվածներ։ Վիճակը ասում որ ընդունվել է շատ ծանր է եղել շատ։ Ինքը բերելու տեղափոխելու ժամանակ դաժե պրիստուպը բռնել է։ Ինքնուրույն ման չի գալի, բռնելով էլ բերեցին սենյակից, տեսա, բայց ճանաչեց, փոքրացավ, նիհարած,
մեջքիցը բողոքում ասում մեջքս անցածամը Տիկին Էլյան հարազատ եղբորը տեսել է հյուծված տկար իր բառով աչքերը կուլ գնացած դեռ պիտի բուժ հաստատությունում մնա Ստեփանակերտից տեղափոխված հայերի մասին ոչ սոցապ ոչ առողջապահության նախարարությունները տեղեկատվություն չեն տրամադրում անուններ չեն հրապարակում կան արցախցիներ որ իրենց հարազատին ծանոթին որ կարծում են տեղափոխվել է չգիտեն որտեղ փնտրեն նրանց առողջական վիճակի վերաբերյալ շատ ընդհանուր պատկեր է ներկայացնում առողջապահության նախարարը Նրանց առողջական վիճակի հետ կապված այսօրվա կազմակերպչական ողջ աշխատանքները մենք իրականացրել ենք եւ շարունակելու ենք իրականացնել ըստ կարիքի չեմ ասի, որովհետև սա էլ որ հիվանդանոցում չեն, դե հա, մարդկանց առողջական բոլոր կարիքները բավարարվում են։ Ստեփանակերտցիներից շատերին է հետաքրքրում ինչ վիճակում է իրենց յուրահատուկ համակարգացին Ֆրեդը, կորացած մեջքով միայնակ տղամարդը, որ անդադար շրջում էր քաղաքում ու հաճախ դառնում ադրբեջանցիների ծաղրի թիրախ։ Ականատեսներից մեկն Ազատությանը պատմեց, որ ադրբեջանցիները նրան նույնպես, այսպես ասած, ճանապարհել են դեպի Երևան, բայց թե որտեղ է, չգիտեն։ Գործ ունենք հերթական բռնի տեղահանության դեպքի կամ վտարման դեպքի հետ։ Ամենացավալի բաներից մեկն այն է, որ Հայաստանի սոցիալ նախարարն է գրառում անում եւ իր գրառման մեջ նշում է, որ անձինք խնդրել են եւ իրենց խնդրանքով է տեղափոխվել։ Ըստ էության սրանով կարծես թե արձանագրում են այդ հայտարարությամբ Ադրբեջանի դիրքորոշումը։ Արցախի օմբուդսմենը վստահ է Բաքուն վերջին հայ բնակիչներին վտարեց, որովհետև նրանցից էլ ոչ մի օգուտ չուներ։ Այս մարդիկ այլևս զուտ քարոզչական նպատակներով այլևս Բաքվին պետք չեն, հատկապես օգոստոսի 8-ից հետո կամ այդ խաղաղության գործընթացի շրջանակներում զարգացումներից հետո եւ հետեւաբար մի կողմից էլ այդ մարդկանց ընդեղ պահելը հավելյալ չհիմնավորված ծախսա իրենց պետության համար։ Ես դա նաև կապում եմ նույն դատավարությունների փուլի ավարտի հետ։ Տեսեք նրանք մի մասը օգտագործվեց նաև այդ դատարաններում ցուցմունքներ տալու համար։ Տեղափոխված հայերի հարազատները Ստեփանյանին պատմել են վերջին ամիսներին, այս հայերը գերու կարգավիճակով են պահվել Ստեփանակերտում, հսկողության ներքո, կան նաև ծեծվածներ։ Ռուսաստանը թրիփի նախագծին մասնակցելու հարցը քննարկելու պատրաստակամության մասին է հայտարարում արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ նախ սակայն պետք է ծանոթանան հայ-ամերիկյան ծրագրի բոլոր մանրամասներին։ Հայաստանյան երկաթուղիները հանձնված են ռուսական ընկերության կառավարմանը։ Мы подтверждаем готовность изучить возможные варианты нашего подключения. Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով։ Բայց նախ եւ առաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ գործունեության բոլոր մանրամասներին, որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մնում է ուժի մեջ։ В силе остается наше предложение Еревану провести предметные консультации с участием всех заинтересованных ведомств. Մոսկվայից ավելի վաղ են թրիփին ներգրավելու մասին ակնարկներ եղել, բայց Երևանից արձագանքել են, որ այդ հարցը պետք է համաձայնեցվի նաև Միացյալ Նահանգների հետ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ Հայաստանի արտգործնախարարը ընդգծել էր, ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի թրիփին մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բայց չէր բացառել ռուսական կողմի ենթակառուցվածքներում ներգրավվածությունը։ Ի տարբերություն թրիփի Հայաստանից դեպի Ադրբեջան եւ Թուրքիա ձգվող երկաթգծի մի քանի, մասնավորապես Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները վերականգնելու խնդրանքով Երևանը դիմել էր ռուսական կողմին։ Վարչապետն արագ պատասխանի էր սպասում, եթե ոչ հայտարարել էր տարեվերջին Հայաստանի կառավարությունը պատրաստ է դրանք հետ վերցնել հայկական երկաթգիծը կառավարող Ռուսաստանի երկաթուղիներից եւ պետական միջոցներով վերականգնել։ Երեկվա ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց դրական ազդակներից, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ է պատասխանել ռուսական կողմը։ Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով մենք խորացնենք մեր գործակցությունը։ Մենք դիմել ենք, այդ թվում գրավոր ենք դիմել, ես ճիշտն ասած այս պայդրությամբ դեռ չգիտեմ պատասխան գրավոր կա թե չկա, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը դրական ազդակներ ստացվում են, հույս ունենք, որ կարագանա process-ը, դուք գիտեք, որ նախորդ հունվարին երևի, նախորդ չէ, այս ամիս
Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները այցելեցին երկաթուղու երասխ սադարակ հատված, դրա մասին հաղորդագրություն եղավ, այսինքն process-ները գնում են եւ մենք չենք կարող ուղղակի process-ները տարածաշրջանային կանգնեցնել եւ հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները չեն հապաղի։ Եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի մեր գործընկերները չցանկանան այդ ներդրումը իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք եւ մենք ինքներս կանենք։ Երևանն ու Վաշինգտոնը Մոսկվայից թրիփին մասնակցության պաշտոնական հայտ ստացել են եւ նման հեռանկարի մասին ինչ կարծիք ունի Երևանը։ Ազատությունն այս հարցով դիմել է Հայաստանի արտգործնախարարությանը, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունից դարձյալ քննադատել են Հայաստանի եւ Եվրամիության մերձեցումը։ Պետական 10-ին տված հարցազրույցում եվրոպական խնդիրների վարչության տնօրենն ասել է, որ Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու ինքնիշխան իրավունքը, բայց հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը միաժամանակ անդամակցությունն անհնար է։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս ասել էր, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ։ Իսկ Հայաստանի արտգործնախարարն այս օրերին հանդիպում է եվրոպացի պաշտոնյաների հետ։ Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ Արարատ Միրզոյանը այսօր քննարկել է ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրեր, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության ամրացման ուղղված հարցեր։ Այլ մանրամասներ պաշտոնական Երևանը չի հաղորդում։ Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիությունն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ մշակել Նախիջևանում կառուցվող երկաթուղային ենթակառուցվածքների տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Արդյոք Բրյուսելը նաև Սյունիքով անցնող թրիփում ինչ-որ ներգրավվածություն կունենա, առայժմ պարզ չէ, համենայն դեպս Երևանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը ավելի վաղ ասել էր, որ պատրաստ են։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք արդեն ամեն շաբաթ կանցկացվեն, բայց թե երբ պատրաստ կլինի տեքստը հայտնի չէ, թեև Արդարադատության նախարարն անցած տարի մարտն էր որպես վերջնաժամկետ նշել։ Երբ կարող է քննարկվել անկախության հռչակագրի հարցը, սա եւս դեռ հայտնի չէ։ Այսօրվա նիստում ամեն դեպքում այդ հարցը չի ներառվել։ Մասնավորապես հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի մեկ ամսից, ինչպես խոստացել էր Արդարադատության նախարարը։ Ոչ։ Որտեվ չենք հասցնի։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը վստահ է, նախարարին նշած ժամկետում չեն հասցնի ավարտել, նույնիսկ մինչև հունիսի խորհրդարանական ընտրություններ չեն ավարտի։ Անելիքները, ասենք թե գլուխներ կան, որոնք դեռ չենք էլ անցել։ Կառավարության գլուխը կա, դատական իշխանության գլուխը կա։ Խորհուրդն այսօր նիստեր հրավիրել ու այսուհետ նիստերը շարունակվելու են ակտիվ ռեժիմով։ Կհանդիպեն ամեն շաբաթ, որ նախագիծը կարողանան ավարտել։ Այսօրվա օրակարգում անհատական տվյալների պաշտպանության հարցներ, անկախության հռչակագրի հարցին դեռ չեն հասել։ Անկախության հռչակագիրը կլինի նոր սահմանադրությունում, թե ոչ, ինչպես պահանջում է Բաքուն։ Ես չգիտեմ այդ հարցի հասցեատերը, ես չեմ։ Այսօրվա օրակարգում չկա, մյուս նիստի օրակարգ դեռ չունենք։ Բաքվի համար Հայաստանի սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է։ Պահանջում են, որ սահմանադրության նախաբանից հանվի Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին։ Բաքվից պնդում են, թե տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ If we just trying to simplify the situation, we'll only focus on a peace agreement. Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը 0 է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին։ Եվ այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է բարձրաձայնում ենք։ Վարչապետ Փաշինյանի հավաստիացումներից հետո էլ, որ Հայաստանը հարևաններից տարածքային պահանջներ չունի, ադրբեջանական իշխանությունը չնահանջեց։ Նիկոլ Փաշինյանը, որ սահմանադրության փոփոխությունը բացատրում էր գործող սահմանադրության լեգիտիմության պակասով, ամիսներ առաջ ուղիղ հայտարարեց, անկախության հռչակագիրը չպետք է լինի նոր սահմանադրությունում։ Ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով
նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Խորհրդում հռչակագրի վերաբերյալ դիրքորոշումը միանշանակ չէ։ Օրինակ Արթուր Սաքունցը դեմ է, որ մայրօրենքից հռչակագիրը հանեն։ Չի կարող հռչակագիրը հանվի սահմանադրությունից, որովհետև հռչակագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետության պետական կառուցվածքի սկզբունքները։ Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն, դա մեր ծննդականն է, այսպես ասեմ, սահմանադրությունը Բաքվի չէ, Մոսկվայի չէ, Բրյուսել կամ Վաշինգտոն, որևիցե մեկի գործը չի։ Քաղաքացիական հասարակությունից խորհրդում ներկայացված Դանիել Իոաննիսյանի համար անկախության հռչակագրի հարցը նույնքան կարևոր չէ, որքան հակակոռուպցիոն մարմինների հարցը։ Նախկինում Իոաննիսյանը ուղիղ դեմ էր, որ հռչակագիրը մայրօրենքից հանվի։ Իմ համար շատ ավելի կարևոր է, որ սահմանադրությամբ օրինակ ամրագրվի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը եւ դա մեր պետության համար շատ ավելի կարևոր բան է, քան դեկլարատիվ հղումը հռչակագրին։ Մեծ հաշվով ես համարում եմ, որ հռչակագրի հղումը սահմանադրության նախաբանից հանել չարժի եւ խաղաղության պետության խաղաղության նպատակները արժի սահմանել այլ կերպ, բայց նորից ես չեմ համարում, որ մեծ տրագեդիա կա դա հանելու մեջ։ Նոր սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելուն դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը։ Էդմոն Մարուքյանը չի մասնակցում նիստերին, նրա դիրքորոշումը չի փոխվել։ Խորհրդում արտախորհրդանական ուժերից երկուսն են՝ Լուսավորն ու Փաշինյանին սատարող Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը, երկուսը իշխող խմբակցությունից։ Մարդու իրավունքների պաշտպանն է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, բարձրագույն դատական խորհրդից մեկ անդամ, երեքը քաղաքասարակությունից ու նախագահն էլ արդարադատության նախարարն է։ Սրփուհի Գալյանը հռչակագիրը հանելուն կողմ է թե դեմ, մինչ այս պահը խուսափում է հարցին ուղիղ պատասխանել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Դուք այն երջանիկներից եք, որ այսօր կարող եք մասնակցել միջոցառմանը։ Եվ ես ուրախությունից պարի եկա։ Ինչ միջոցներով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել համերգը, որի ընթացքում նվագելու է իր երաժշտական խումբը Վարչաբենդը, եւ ովքեր են եկել այդ համերգին։ Կապի օպերատորները չեղարկել են պայմանագրերը վճարային ծառայությունների հետ, արդյոք պատճառը բարձր միջնորդավճարներն են։ Ապահովագրական համակարգի ներդրումից մեկ ամիս անց։ Ինչ է կատարվում պոլիկլինիկաներում եւ ինչ ծառայություններ ու դեղամիջոցներ է ծածկում ապահովագրությունը։ Շատ կարևոր է, որ մարդկանց ակնկալիքները ճիշտ լինեն։ Ինչ միջոցներով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել համերգը, որի ընթացքում նվագելու է իր երաժշտական խումբը Վարչաբենդը եւ ովքեր են եկել այդ համերգին։ Իմ գործընկեր Շողիկ Գալստյանն է հերթապահել համերգասրահի մոտ եւ զրուցել համերգի մասնակիցների հետ։ Այս պահին մենք ջրվեժի ռեստորաներից մեկի հետ տարածքում ենք, որտեղ քիչ անց կմեկնարկի մի համերգային ծրագիր, որի նախաձեռնողը անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր ստեղծած Վարչաբենդով։ Ծրագրի ընթացքում հնչելու է Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստանի մասին» երգը, նվագելու է Նիկոլ Փաշինյանը եւ պարելու են այն քաղաքացիները, որոնք նախապես գրանցվել են եւ այս րոպեներին էլ ժամանում են այս ռեստորան։ Մեզ զանգահարեցին աշխատակազմից եւ ասացին, որ շնորհավորում ենք ձեզ, դուք այն երջանիկներից եք, որ այսօր կարող եք մասնակցել միջոցառմանը։ Ես շատ ուրախացա, ասաց, որ այսօր ձեզ նման շատ-շատերին ուրախացրել ենք եւ ես ուրախությունից պարի եկա։ Ստացվեց, որ ներկա ենք գտնվում։ Ինձ դուր է գալիս ուղղակի քաղաքակիրթ վարչապետ լինելը ու բազմակողմանի զարգացած լինելը, այսինքն բացի քաղաքականության մեջ լինելուց, ինքը նաև արվեստում կա, ինչը ես գնահատում եմ, որտեղ ես ինքս ինձ համարում եմ նաև արվեստի մարդ։ Աշխատել ենք նրբաճաշակություն բերել դասական ոճի մեջ։ Մի քիչ այսօր փայլերի մեջ ենք, որովհետև տենց երեկույթ է ու տենց ոնց որ փայլային ուզեցինք լինել։ Փայլում։ Ոսկե փայլ։ Փաշինյանը դեռ օրեր առաջ էր հայտարարել այս նախաձեռնության մասին, այս օրերին պարբերաբար այստեղ էր այցելում, պատրաստվում էին, փորձեր էին անում։ Նաև քաղաքացիների գրանցման մասին հայտարարեցին, որ շատ գրանցվողներ են եղել։ Վարչապետի հայտարարությունն եմ նայել, ըստ այդմ գրանցվել եմ
Հիմա հրավիրել եմ, որ մասնակցեմ։ Դե եկել եմ համ հետաքրքրության համար, համ էլ բարելու համար։ Իր ցանկում ինչ որ ինքը նվագում է մեզ հաճելի է, ինչ որ ընթացքում լսել ենք դա էլ մեզ հաճելի։ Մենք այստեղ մոտ 1.5 ժամ է աշխատում ենք, փորձում ենք զրուցել մասնակիցների հետ, նրանցից հասկանալ թե ինչով է այս միջոցառումը իրենց հետաքրքրել եւ ընդհանուր առմամբ ինչ գիտեն վարչապետի իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Դե ծանոթ է իր ծրագրերին, համար արդեն հետաքրքիր է։ Նկատի ունեք իրական Հայաստանը։ Այո։ Դե որ հիմա խաղաղությունն է արդեն իրական Հայաստանում ենք ապրում, հիմա որ սահմաններում գրակոց չկա, արդեն խաղաղ է, արդեն իրական Հայաստանում ենք ապրում։ Իրական Հայաստանի մասին մենք այն գիտենք, որ մեր վարչապետի առաքելությունը կյանքը, իր ողջ կյանքը դրել է պետության կայացման ստեղծման վրա եւ դրանով հիանում եւ հպարտանում է եւ մեզ էլ ժողովրդից ուրախացնում։ Իրական Հայաստան իմ կարծիքով նկատի ունի բաց Հայաստան, բաց քաղաքականություն, բաց դիվանագիտություն համաշխարհային մակարդակով, ոչ թե փակ։ Այսինքն ամենակարևորը խաղաղություն բերող վարչապետ, որ մենք ապրենք խաղաղ, հանգիստ, ազատ երկրում։ Պարզապես ժողովրդավար, ժողովրդասեր, ազատասեր եւ կարող է շատ օրինակ ծառայել այլ երկրների վարչապետներին, չգիտեմ, նախագահներին։ Շատ գնահատելի է, ես կցանկանայի մեր ազգում շատ լինեին լայն մտածողությամբ մարդիկ։ Ես նաև նշեմ, որ մենք փորձել ենք հասկանալ, թե այսօրվա միջոցառման ծախսերը ինչ միջոցներով է իրականացվել, վարչապետի մամուլի խոսնակը մեզ փոխանցել է, որ ամեն դեպքում պետբյուջեից միջոցներ չեն ծախսվել, իսկ թե ինչ միջոցներ են ծախսվել, հորդորել է կուսակցությունից ճշտել, այս պահին դեռ չենք կարողացել լրացուցիչ ինֆորմացիա սրա վերաբերյալ ստանալ, փորձել ենք նաև ռեստորանային համալիրից ծախսերի հետ կապված տեղեկություններ իմանալ, բայց այստեղից էլ մեզ ասացին, որ ինֆորմացիան փակ է եւ իրենք չեն կարող որևէ տեղեկություն մեզ փոխանցել։ Քիչ առաջ պաշտպանության նախարարը սոցցանցի իր էջում տեղադրեց մի հրաման, որով դադարեցվում է հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների գնդերեցների ծառայությունը։ Պապիկյանի հրապարակած փաստաթղթից հասկանում ենք, որ գնդերեցներն այսուհետև կգործեն գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։ Երկու շաբաթ առաջ էր Ազատությունը պատմել, որ բանակային կորպուսների հրամանատարները հորդորում են գնդերեցներին միանալ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Բանակում ծառայող որևէ հոգևորական մինչ օրս չի հայտարարել, որ միանում է վարչապետի եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Ընդդիմադիրները արդեն ենթադրում են, որ Պապիկյանի հրամանը հակակաթողիկոսական արշավի մի մասն է, ինքը պաշտպանության նախարարը շաբաթներ առաջ վստահեցրել էր, որ բանակը չի խառնվում այս հարցին։ Միջազգային լրահոսին անդրադառնանք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարել, որ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը փոխվի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստեղծված իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ ամերիկյան Access կայքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Մինչ այդ Թրամփը խնդրել է, որ Ռուսաստանը դադարեցնի հարվածները Ուկրաինայի էներգետիկի ենթակառուցվածքներին բանակցությունների համար դրական մթնոլորտ ապահովելու համար։ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթով չկրակել Կիևի եւ ուկրաինական այլ քաղաքների վրա, հայտնել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփն ասել է, որ անձամբ է Ռուսաստանի նախագահին դիմել նման խնդրանքով, հաշվի առնելով, որ խստաշունչ ձմռան պատճառով ռուսական հարվածները լուրջ խնդիրներ են ստեղծում ուկրաինացիների համար։ Ես անձամբ խնդրեցի նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի եւ տարբեր քաղաքների վրա, եւ նա համաձայնեց։ Պետք է ասեմ, որ դա շատ հաճելի էր։ Շատերն ասում էին՝ իզուր, մի զանգիր, չի ստացվի, բայց նա համաձայնեց եւ մենք շատ ուրախ ենք դրա համար։ Կրեմլի խոսնակը հաստատել է, որ Թրամփը նախագահ Պուտինին դիմել է նման խնդրանքով, սակայն ընդգծել է խոսքը մինչև փետրվարի 1-ը չկրակելու մասին է։ Այլ մանրամասներ, սակայն Դմիտրի Պեսկովը չի ներկայացրել։ Действительно, президент Трамп обратился с личной просьбой к президенту Путину. Նախագահ Թրամփն իսկապես անձամբ խնդրել է նախագահ Պուտինին մինչև փետրվարի 1-ը մեկ շաբաթով ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումից, բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել այս թեմայի վերաբերյալ։
Вот что я могу сказать по этой теме. Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական զինուժը գիշերը չի հարվածել իրենց էներգետիկ ենթակառուցվածքներին, սակայն շարունակում են հարվածները բնակավայրերին, նաև փոխել են տակտիկան ու սկսել են թիրախավորել լոգիստիկ կենտրոնները։ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, երկու երկրների միջև պաշտոնական զինադադար չկա։ Նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե Ռուսաստանն էլ չհարվածի Ուկրաինայի էներգետիկ համակարգին, որը վերջին շրջանում հաճախ է հարձակման ենթարկվել եւ արդյունքում Կիևում եւ այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դեռ զրկված են էլեկտրաէներգիայից եւ ջեռուցումից։ Զելենսկին նաև անդրադարձել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե պատրաստ են իրեն ընդունել Մոսկվայում Պուտինի հետ բանակցելու։ Ուկրաինայի նախագահը բացառել է դա, փոխարենը ինքն է Ռուսաստանի նախագահին հրավիրել Կիև, թեև երեք Կրեմլը հայտարարել էր, որ տեղին չեն Մոսկվայից բացի որևէ այլ վայրում Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին քննարկումները։ Զուգահեռ շարունակվում են պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ 1 շաբաթից։ Սթիվ Ուիտքոֆը նշել է, որ Աբու Դաբիում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել։ Տարածքների մասին համաձայնագիրը քննարկող կողմերը շատ դրական զարգացումներ ունեն։ Հիմնականում ավարտել են անվտանգության եւ տնտեսական զարգացման մասին համաձայնագրերը, եւ կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը հույս ունի եւ ակնկալում է, որ մոտ ապագայում կկնքենք խաղաղության համաձայնագիրը։ Նախատեսվում էր, որ հաջորդ հանդիպումը եւս պետք է տեղի ունենա Աբու Դաբիում, սակայն Զելենսկին այսօր ասել է, որ Իրանի շուրջ զարգացումներով պայմանավորված հանդիպման վայրն ու օրը կարող են փոխվել։ Հաջորդ հանդիպմանը Ուիտքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսան Ջարեդ Կուշները սակայն չեն մասնակցի։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Կիևն ու Վաշինգտոնն են պայմանավորվել երկկողմ շփումներն իրականացնել ավելի ցածր մակարդակով։ Ու մինչ Կիևը հաստատում է, որ ռուսները չեն հարվածում իրենց էներգետիկ համակարգին, ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, որ դաշինքը կմեծացնի Ռուսաստանի վրա ճնշումը։ Կայա Կալասի խոսքով փետրվարին կընդունվի պատժամիջոցների 20-րդ փաթեթը, իսկ երեք Եվրոպական միությունը Ռուսաստանին սև ցուցակում է ներառել փողերի լվացման բարձր ռիսկի պատճառով։ Սա կդանդաղեցնի եւ կավելացնի ռուսական բանկերի հետ գործարքների ծախսերը։ Ռուսաստանի ռազմական ֆինանսավորումը սահմանափակող ցանկացած միջոցառում պետք է քննարկվի։ Կա նաեւ առաջարկ, որ արգելվի ռուս նախկին զինվորականների մուտքը Շենգեն գոտի, դա անվտանգային ռիսկ է։ ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն էլ հայտնել է, որ դաշինքը նախատեսում է ապրիլի սկզբին Ուկրաինային փոխանցել 2026-27 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո վարկի առաջին տրանշը։ Այս ընթացքում ռուսական զինուժի հարվածներից Զապորոժիայում ենթակառուցվածքներ են տուժել։ Խերսոնում ռուսական անօթաչուն հարվածել է ավտոբուսի 1 մարդ զոհվել է, եւս 5-ը վիրավորվել։ Ռուսական կողմը հայտարարել է, որ եւս 3 բնակավայր է վերցրել։ Ուկրաինական անօթաչուների հարվածից Կուրսկում 2 մարդ է վիրավորվել։ Կողմերը 3 զոհված զինվորների մարմիններ են փոխանակել առաջին անգամ այս տարի։ Ուկրաինա է վերադարձվել 1000, իսկ Ռուսաստան 38 մարմին։ Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է ռազմագերիների փոխանակումը, որը վերջին անգամ տեղի ունեցել անցած հոկտեմբերին։ Նրանք առանձնապես շահագրգռված չեն մարդկանց փոխանակմամբ, քանի որ չեն կարծում, որ դա իրենց ինչ-որ բան է տալիս, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Լարված են մնում Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունները ավելի հուժկու հարված հասցնելու մասին Միացյալ Նահանգների նախագահի զգուշացումներից հետո այսօր Իրանի նախագահը տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ հեռախոսազրույցներում մի կողմից նշել է, որ Իրանը անհապաղ կարձագանքի ցանկացած ագրեսիայի, մյուս կողմից վստահեցրել է, որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում եւ կողմ է երկխոսությանը։ Այս լարվածության ֆոնին այսօր Թուրքիա է մեկնել Իրանի արտգործնախարարը եւ իր թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում վերահաստատել Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով։ Սակայն երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիման վրա։ Եթե բանակցությունները արդար եւ հավասար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց։ Ես չեմ կարծում, որ որևէ երկիր պատրաստ է փոխզիջման իր անվտանգության եւ պաշտպանության հաշվին։ Իրանի քաղաքացիների անվտանգությունը որևէ այլ կողմի չի վերաբերում եւ մենք պահպանելու ու ընդլայնելու ենք մեր պաշտպանական կարողությունները այնքան, որքան անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար։ Մենք դեմ ենք խնդիրները լուծելու համար ռազմական լուծումներին դիմելուն։ Մենք չենք կարծում, որ դա շատ արդյունավետ կլինի։ Այս հայտարարություններից ժամեր առաջ ԱՄՆ նախագահը հույս էր հայտնել, թե Իրանի դեմ ռազմական գործողությունների կարիք չի լինի։ Օրերս Իրանին շատ ավելի հուժկու հարված խոստացած Դոնալդ Թրամփը անգամ ասել էր, որ պատրաստվում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ամերիկյան ռազմանավերի մի մեծ խումբ է ուղարկել դեպի Իրան։ ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Թրամփը քննարկում է իր տարբերակները, բայց դեռ որոշում չի կայացրել հարվածել Իրանին թե ոչ։
Վերջին շաբաթներին ԱՄՆ Իրան լարվածությունը սրվել է Իրանում իշխանությունների կողմից բողոքի ցույցերի բիրտ ճնշումներից հետո։ Անցած տարեվերջից սկսած ցույցերի ընթացքում իրավապաշտպան խմբերի տվյալներով զոհվել է 20-ից 30 հազար մարդ։ Պարոն նախագահ, Իրանի վերաբերյալ վերջին օրերին ինչ զրույց եք ունեցել կամ պլանավորում եք ունենալ։ Ես զրույց ունեցել եմ եւ ծրագրում եմ նորից ունենալ։ Մենք շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք այժմ նավարկում են դեպի Իրան, եւ հիանալի կլիներ, եթե մենք դրանք չօգտագործենք։ Իսկ ինչ ուղերձ եք փոխանցել իրանցիներին։ Երկու բան եմ ասել։ Առաջինը՝ ոչ միջուկայինին, երկրորդը՝ դադարեցրեք սպանել ցուցարարներին։ Նրանք հազարներով են սպանում ցուցարարներին։ Երկու շաբաթ առաջ ես 837 մահապատիժ եմ կանխել, բայց նրանք էլի ինչ-որ բան են պլանավորում։ Հայաստան վերադառնանք, որտեղ կապի 3 խոշոր օպերատորները խզել են պայմանագրերը վճարային ընկերությունների հետ եւ այլևս նրանց տերմինալներով եւ հավելվածներով հնարավոր չի լինի լիցքավորել հեռախոսները։ Այլընտրանքը բանկերն են կամ բջջային օպերատորների հավելվածները։ Ինչու է այս խոշոր խաղացողների միջև սև կատու անցել, Ազատությունը այս վեճի հետքերով է գնացել։ Պիտի մի հատ վճարման համար գնանք հասնենք բանկ։ Իմ համար շատ դժվար է։ Telcel, EasyPay, Idram տերմինալներով ու հավելվածներով փետրվարի 1-ից այլևս հնարավոր չի լինի վճարումներ անել Viva, Team Telecom ու Ucom ընկերությունների բջջային կամ ինտերնետ ծառայությունների համար։ Կապի 3 խոշոր օպերատորները խզել են պայմանագրերը վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Թե ինչու, օպերատորներից յուրաքանչյուրը բաժանորդներին առանձին գրեթե միանման բացատրություն է տվել։ Viva ընկերությունից հայտարարում են. Վերենշված ընկերությունների հետ ցավոք հնարավոր չեղավ գալ համաձայնության փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ։ Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է։ Կապի օպերատորների որոշումը դժգոհության պատճառ է դարձել։ Բաժանորդներից ոմանց սրտով չէ կամ էլ բարդ են օպերատորների առաջարկած վճարային այլընտրանքները։ Հենց հիմա ես իմ հեռախոսի մեջ հավելված ունեմ, որը բլոկավորվում է։ Մի քանի օր մեծ կին եմ, սխալ համար եմ սխալ, օրական բլոկավորված է։ Ես օրական պիտի գնամ բանկ, բլոկից հանեմ, որ ուզենամ ինչ-որ գործ կատարեմ։ Շատ վատ է։ Բանկում հերթեր են գոյանում, պոչտաներում հերթեր են գոյանում, թոշակառուները թոշակ են ստանում։ Հիմա լիցքավորելու համար գնանք մարդկանց նեղություն տանք։ Այն որ հնարավոր է տանից այդ ամեն ինչ անել, արդեն պետք է մոտենանք համապատասխան վայրերից օգտվենք։ Չնայած դժգոհությանը բաժանորդները հաշտվել են մտքի հետ, որ փետրվարից այլընտրանքային վճարային ծառայություններից պետք է օգտվեն։ Տարբերակներից պետք է օգտվենք։ Ոմանց համար խնդիրներ չի առաջացրել փոփոխությունը։ Տերմինալից չեմ օգտվում, ես բանկինգ ունեմ հեռախոսիս մեջ։ Ինձ համար մեկ է ինչ վճարման ծառայություն կլինի, կարևորը տարեց մարդկանց համար հեշտ լինի, կարող են հին վճարման համակարգը թողնել։ Բաժանորդներից շատերը տեղյակ էլ չեն նոր փոփոխության մասին, չգիտեն էլ ինչ սև կատու է անցել կապի օպերատորների ու վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև։ Մինչդեռ EasyPay, Idram, Telcel, FastShift ընկերությունները համատեղ հայտարարությամբ պնդում են, թե հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններն առաջարկել են միջնորդավճարի կտրուկ նվազեցում, մինչև 50%-ով։ Ներկայում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը մինչև 40-ից 50% չի ապահովում նույնիսկ նվազագույն տնտեսական հավասարակշռություն եւ գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով։ Սրան ժամեր անց արձագանքեցին Team Telecom-ից հայտարարելով, որ վճարային ընկերությունների առաջարկած պայմանները ենթադրում էին էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։ Team Telecom Armenian գործընկերներին առաջարկել է համապատասխանեցնել սակագները շուկայում ներկայում գործող պայմաններին, այդ թվում քննարկելով փուլային նվազեցման հնարավորությունը փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Այդ առաջարկները ներկայացվել են հիմնավորված կերպով, շեշտադրելով շուկայական հավասարակշռության եւ արդար մրցակցային միջավայրի կարեւորությունը։ Սակայն թիմի կողմից ներկայացված առաջարկներին չի հետևել որևէ հիմնավորված հակադարձում կամ բացատրություն, թե ինչու են այլ ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործում ավելի ցածր սակագներ, մինչդեռ հեռահաղորդակցության ընկերության դեպքում կիրառվում են էապես տարբեր պայմաններ։ Ազատության տվյալներով վճարային ընկերությունները կապի օպերատորներից մինչև 4 անգամ ավելի շատ միջնորդավճար են գանձում,
կոմունալ վճարումների համեմատ։ Ինչու է կապի օպերատորների դեպքում միջնորդավճարն ավելի բարձր։ Թելսելից ազատության այս հարցին դեռ չեն արձագանքել։ Մինչ շուկայի խոշոր խաղացողների վեճը չի հանգուցալուծվում, վճարային ծառայություններ մատուցողները պնդում են, որ օպերատորների պայմանագրերը միակողմանի չեղարկելու որոշումը կարող է խախտել արդար մրցակցության սկզբունքները։ Այդ պատճառով դիմել են մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։ Առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է արդեն 1 ամիս, մինչ կառավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարում է հատուցված միլիարդավոր դրամների մասին, քաղաքացիներից շատերը դեռ շարունակում են բարձրաձայնել խնդիրների մասին։ Շատերի համար առայժմ հասկանալի չէ, թե այդ համակարգն ինչպես է աշխատում, ինչպես օգտվել ծառայություններից, որ դեղերը կարող են անվճար ստանալ։ Տեխնիկական հարցերը շատ են։ Իմ գործընկերը պաշտոնյաների հայտարարությունները համադրել է պոլիկլինիկաներում իրավիճակի հետ։ Ուղիղ 1 ամիս է Հայաստանում գործում է առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, թեև այսօր խորհրդարանում առողջապահության նախարարը վստահեցնում էր, թե պոլիկլինիկաներում հերթերը քչացել են, օրվա երկրորդ կեսին Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում բժիշկների սենյակների մոտ հերթ էր։ Հոսքը շատացել է, հաստատեցին պոլիկլինիկայում։ 38, 16, 32, 40 հիվանդ ընդունել է։ Այո, շատ շատացել է, դաժե կարելի ասել 2-3 անգամ։ Գոհար Գրիգորյանը ապահովագրական համակարգի ներդրումից հետո առաջին անգամ էր եկել պոլիկլինիկա դեղորայքի համար։ Արդյոք ճշտել է իրեն հասանելիք դեղերն ապահովագրության շրջանակներում անվճար են, թե համավճարով։ Բժշկուհին ասեց սերեդայտա կա, բայց սրսկման տեղերը չգիտեմ պետք է լինի թե չէ։ Եթե անվճարը չլինի, գոնե կիսով չափ թեկուզ լինի, կօգտվենք։ Նեղ մասնագետի մոտ հետազոտությունից հետո է նշանակվում դեղորայքը։ Կոնկոր սիրտխաբատարների համար է 5 միլիգրամ 1/2-ով 2 անգամ։ Հաջորդ տուրը, որ պիտի թակեր ընտանեկան բժիշկն է։ Նեղ մասնագետի ցուցումով հենց ընտանեկան բժիշկն է դեղորայքը արմետ համակարգներ բեռնում։ Իսկ ինչպես են պարզում, այդ դեղը տեղատանը կա թե ոչ։ Եթե համակարգ մտնում ենք, եթե չլինի, չի, ընդհանրապես չի ներբեռնվի։ Իսկ եթե ներբեռնվում է, ուրեմն տեղը կա։ Ընտանեկան բժիշկ Գոհար Սահակյանն ասում է, դեղորայքի բավականին մեծ ցուցակ ունեն իրենց ձեռքի տակ, բայց որոշ դեղեր բուժարուն համավճարով է ձեռք բերելու։ Այն նույն դեղորայքից, նույն քիմիական բաղադրության տեղից կարող է եւ համավճարով լինի, կարող է առանց համավճար։ Եթե հիվանդը ի վիճակի չէ համավճարով, ուրեմն կարող է այն մյուս ընտրել։ Ընտրության հնարավորություն ունի հիվանդը։ Շատ լավ, որ խնդրեմ գնայք տիկին Գոհարը հիմնի ամբողջ իր ցանկը անվճար է թե համավճար։ Չեմ կարող ասեմ, որովհետև մենք գրում ենք քիմիական անվանումով, ինքը եթե չուզի համավճարովը կարող է առանց համավճարի նվերցնել, բայց մարդ կա, օրինակ, ենթադրենք ուզում է լավ դեղորայք, ենթադրենք բիսապրալոլը ուզում է ինքը կոնկորը վերցնել, կոնկորը ունի համավճար։ Դա բայց քիչ, ենթադրենք 2-300 դրամի կարգի։ Դեղորայքի համավճարի մասին այսօր նաև առողջապահության նախարարը խոսեց, նշելով, որ ապահովագրությունը չի ծածկում ամեն ինչ, եւ ծառայությունների, եւ դեղորայքի մասով։ Հայաստանի Հանրապետությունում քիմիական անվանումով այդ դեղի բոլոր բրենդերի համար սահմանել ենք առավել փոխհատուցման գին։ Եվ սա նշանակում է, որ այս 5-ից կարող է 1-ի, կարող է 3-ի պարագայում մեր փոխհատուցման գնի մեջ ամբողջովին մտնում է, այսինքն մարդը ոչ մի բան չի ավելացնում տվյալ բրենդը առնելու պարագայում, բայց կան այնպիսի բրենդի դեղեր, որոնք մեր փոխհատուցման գնի հավելյալ պիտի վճարում իրականացնեն։ Նախարարը հավելեց, որ այս տարեսկզբին արդեն իսկ դեղորայքի ներմուծման լուրջ ավելացում ունեն։ Հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն դեղորայքի ներմուծման ծավալները այդ ներմուծման ընթացակարգերի ամբողջական, որ դիտարկում ենք անում, $10 միլիոն ավել նախորդ ամիսներին համեմատ ավել դեղ է ներմուծվում։ Անահիտ Ավանեսյանը նաև վստահեցրեց, որ ապահովագրված անձի համար ծախսվող գումարի առավելագույն շեմ սահմանված չէ, բայց սահմանափակումներ կան։ Օրինակ բերեմ, արտահիվանդանոցային կարգով
MRT հետազոտության տարվա 2 դեպք ենք փոխհատուցում։ Դրանից ավելը արդեն ապահովագրական փաթեթից դուրս է։ Նախատեսվում է, որ ապահովագրության առաջին փուլում այս տարի համակարգից կօգտվի 1,600,000 մարդ։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։